իմացեք, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մեկ մարդ, նույնիսկ ձեր ամենամեծ համակիրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործընկերներ, որ օրինակ 1% անգամ կասկած ունի, որ Սամվել Կարապետյան աղապորինի է կալանավորվել եւ կալանավորվել է, քանի որ Facebook-ում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ցուցում տվեց։ Այսինքն դուք կարող եք ասել, որ ձեր ելույթները, որոնք դուք ունենում եք, ԱԺ-ից դուրս իդեպ, եթե մեկնաբանվի այնպես, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում քննիչը, դատախազը, ընդհուպ մինչև գլխավոր դատախազներ այդպես մեկնաբանում, դուք քրեական գործերով պետք է ամեն օր անցնելուց լինեք։ Ասելա մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Ձեր պետաիրավականի քննչական մարմինը, դատախազությունը, այնուհետև դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է։ Պատկերացրեցիք, հիմա ես ասում եմ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Զգում եք, չէ՞, ոնց է կոչը գալի իշխանությունը բռնությամբ զավթելու։ Բայց հիմա եկեք ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտենք։ Սամվել Կարապետյանը բացառապես այս հոդվածով, որն իդեպ միջին ծանրության է։ Պատկերացնում եք, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր, որ պետք է ունենանք այլընտրանքային խափանման միջոցներ, որ կալանքը չպետք է լինի միակ խափանման միջոցը։ Այս մեղադրանքը միջին ծանրության է։ Եվ Սամվել Կարապետյանի նկատմամբ միայն կալանքն է կիրառվել։